Չեն գալիս է իշխանություն վեկանենք վայելենք։ Հայրիկ փրկվելու խնդիր է։ Ես իշխանության եմ եղել, ես եղել եմ Սիսիանի համայնքի ղեկավար։ Իշխանություն էլի իմիջիներ պետք դառնային դիմություն, խմ դեբիլ չեմ։ Բայց հայրենիք են կորցրել, ժոր։ Պատերազմի ժամանակ թուրքերից չեմ փախել, այս անվորնաշտարներից չեմ փախնի ու չեմ փախնի։ Որ ինքը պետք է հարձակվեր եկեղեցու վրա, մեր սրբության վրա, 2 օր առաջ Բագրատ Սրբազանին կալանավորեցին։ Եվ մեզ բոլորից դոտողոց մեզ մասել է բոյ ենք տալու, հիմա էլ եմ բոյ տալիս, են որ ազգային ժողում որ ելույթ եմ ունեցել բոյ եմ տվել, ամեն օր ես բոյ եմ տալիս։ Մտածում եք ես միշտ անցնել բայտը, ես դες վստահաբար ասում եմ, այս պայքարը հայրենիքի համար, արժանապատվության համար, մեր հողի համար, բոլորը պատասխան եք տալու, բոլորը պատասխան։ Ռոբերտ Քոչարյանի ես Սերսակցյանի մեղադրող քննիչը քննչական խմբի ղեկավարը, որը ևս ստացել էր մխիթար գոչ, հիմա գտնվում է Վարդաշեն քրեակատվական հիմնարկում։ Պայքարել եմ, լինեմ բանկում, լինեմ տնային կալանքում, թե լինեմ փողոցում, իմ պայքարը շարունակելու է։ Ես որպես սյունեցին չի ծնկել, ես որպես սյունեցի չեմ ծնկելու ձեր ապօրինի որոշումների առջև, իմ պայքարը շարունակվելու է եւ ես առաջիկայում մասնակցելու եմ խորհրդարական ընտրություններին, պայքարելու եմ այնքան ժամանակ, մինչև այս քարոզությունների Որտեղ սահմանափակել եք իմ իրավունքը, հարգարժան դատան, այս սահմանափակել եք իմ ընտրողի կամքը, սահմանափակել եք իմ ընտրողի իրավունքը, որտեղ այն մարդիկ ովքեր ինձ ընտրել են, այսօր սահմանափակել եք իրանց հետ շփումներ։ Վստահաբար ասեմ, որ դու կարող եք զրկել ինձ տեղակայվելու իրավունքից, բայց չեք կարող սահմանափակել իմ սկզբունքները եւ տեսակը։ Չեք կարող սահմանափակել այն սյունեցիների կամքը, ովքեր կանգնած են իմ թիկունքում։ Իմ հանցանքը Ժորժան մեջն է, որ ես արժանապատիվ հայ եմ, սյունեցի եմ, ներկայացնում եմ մի մարդ, որը երբեք չի հանձնվել եւ չի լռել։